Բարի օր բոլորին, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ և այսօր 2025 թվականի հոկտեմբերի 1-ն է։ Մենք արդեն մտել ենք և օրացուցային և եղանակային աշնան մեջ, կարելի ասել, և մեր մոտ գեղեցիկ մառախուղ է, բնականաբար շատ լավ մեզ համար, որովհետև ես այսօր խոսելու եմ մեր վեգետացիայի վերականգնման մասին և առանձնահատկությունների մասին աշնանային, ինչպես նաև մեր դորպերների մասին, ուստի մինչև այդ խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել և տարածել մեր վիդեոները, ինչպես նաև այցելել մեր կայքեջը, որի հղումը դրված է այս տեսանյութի տակ, որտեղից դուք կարող եք ավելին իմանալ մեր աշխատանքների մասին, ինչպես նաև կարող եք առցանց գնել մեր արտադրանքը, բարձրակարգ բնական միսը, դորպերը և անգուսի, ինչպես նաև իմանալ, թե որտեղից բացի առցանց, որտեղից կարող եք գնել առայժմ դեռ Երևան քաղաքում, մինչև որ մենք ընդլայնենք աշխարհագրությունը։ Եվ այսպես հոկտեմբեր սպասված և բեկումնային ամիս, հենց հիմա ժամը 3-ն է և մենք ունենք մոտ 11 աստիճան տաքություն և իջնում է և պետք է իջնի դեռ երեղություն անցյալ լարի տակով պետք է իջնի մեր ջերմաստիճանը։ Բոլորդ գիտեք, ով որ հետևում է, որ մենք ունեցել ենք այս տարի խստագույն և խորագույն և երկարատև երաշտ 2 ամիս, որը տևեց մինչև սեպտեմբերի կեսը։ Այնուհետև սեպտեմբերի կեսից միանգամից մեր վրա հորդաց մի ամբողջ ամսվա տեղումների քանակ, ընդամենը 3 օրվա ընթացքում, և այս ընթացքում մենք ունենում ենք և անձրևներ գիշերները, ինչպես նաև ունենում ենք մառախուղ։ Մառախուղ և անձրև խոտի վերականգնման համար չգիտեմ որն է լավ, միգուցե մառախուղը ես կնախընտրեի, որովհետև մառախուղը իսկապես վերականգնում է բուսականությունը։ Հիմա տեսեք ինչ վիճակ ունենք մենք այստեղ։ Ուրեմն այս կանադական տատասկները այս տարի կատաղել են ուղղակի չոր եղանակի պատճառով։ Ժողովուրդ, նրանք չոր եղանակի մոնստրներ են և հատկապես, երբ որ երաշտ է լինում, իրենք արդեն չեն մրցակցում այլ բուսատեսակների հետ և անցնում են առաջ։ Իրենք ամենախոր արմատներն ունեն, այս բուսատեսակը չարիք է բոլոր ֆերմերների համար, հատկապես մեր ժողովրդական ասացվածքերի մեջ կա, երկիրի տատասկ է պատել, դա նշանակում է, որ աղետ է, չկա ոչինչ, ուտելիք չկա, բուսականություն չկա, բերք չկա, բայց ես հակված եմ օգտագործել այս բուսատեսակին, մենք շուտով կսկսենք շատ հետաքրքիր արոտային թռչունի ծրագիր հենց այս տեղամասերում, հարթ տեղամասերում, և տատասկը արդեն կվերածվի բարձրակարգ արոտային թռչնի մսի։ Ու վերջ, էլ ոչ մենք չենք ուզում, ես նորից եմ ասում, ես հակված չեմ բողոքելու իրենցից։ Բայց տեսեք ինչ է կատարվում հիմա մյուս բուսատեսակների հետ, սկսել է արդեն վերականգնումը։ Մենք այստեղ ունենք ամբողջությամբ դեղին չորացած
բույսեր, հա, խոտ։ Եվ այս լանջերի վրա նույնպես ունեինք չորացած։ Եվ հիմա տեսեք ինչ է կատարվում, հա։ Մի քանի օր այսպիսի լավ եղանակ, լավ այսինքն խոնավություն, եւ մեր պահուստավորված այս արոտավայրերը, այս տեղամասերը, որոնք մենք նորից եմ ասում, վերականգնելով կառավարում ենք, վերականգնողական կառավարում ենք, դրանք կդառնան, մենք կունենանք արդեն մի ինչ-որ չափով մայիս, այստեղ երևի 1-2 միգուցե ավել ամիսներ, այսինքն հոկտեմբեր եւ նոյեմբեր մենք կունենանք մայիսյան խոտ։ Կրկնում եմ, որովհետեւ մենք այս տեղամասերին տվել ենք հանգիստ մոտ 60 օր եւ չեն կարծեցրել։ Սա կարևոր է իմանալ, որ նույնիսկ խորաշնանը, երբ բոլոր գյուղացիները ուրեմն լեռնային արոտներից, ուրթերից իջեցնում են իրենց կենթայիներին գյուղ, ես սկսում են կերակրել քաղած, պահոստավորված, տուկավորված խոտով, չոր խոտով, այստեղ բարձր լեռներում հնարավոր է ունենալ 2, միգուցե 3 մայիս տարվա ընթացքում եւ հաջողությամբ ծմերել նույնիսկ կենթայիների հետ միասին ձմեռային արոտների վրա։ Սա հատկապես կարևոր է, ինչ վերաբերվում է նաեւ մեր Հայաստանի գյուղատնտեսությանը կամ ագրո մշակույթին կամ երկրագործությանը։ Գյուղատնտեսություն բառը ես չեմ սիրում, որովհետև չգիտեմ ինչու կապված է հենց գյուղի հետ։ Դա սխալ ազդանշան է։ Ամեն դեպքում անցնենք մեր գեղեցիկ դորպերներին։ Սա մեր կարծեմ սա մեր տղաների, հա, սա մեր տղաների խումբն է, որը առանձնացված է աղջիկների խմբից եւ ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատմելու այս գեղեցիկ կենթանիների արտակարգ մսի մասին, բայց նորից կկրկնեմ։ Նախ պետք է ասեմ, որ դորպերները ինչով են լավ, որովհետեւ իրենք առաջին հերթին ամենամսատու ոչխարներից ցեղն է։ Եվ կարծեմ մենք միակ ֆերման ենք, որը ունի տոհմային դորպերներ։ Այսինքն մենք նույնիսկ երբեմն տոհմային վաճառք ենք անում։ Եվ դորպերներին, չգիտեմ ինչու, մեր մոտ պահում են գոմերում եւ արոտավայրեր չեն հանում։ Ես նույնիսկ լսել եմ ֆերմերից 1 կամ 2, որ չէ, դե իրանք արոտի համար չեն։ Այս կենթայիները հենց արոտի համար են, որովհետեւ նրանց գենետիկան ամբողջ կազմված է արոտի վրա բարձրակարգ միս ստանալու համար։ Սա մեկ։ Այս կենթայիների միսը, այս ոչխարների միսը չունի այն յուրահատուկ համը, որ մարդիկ ակնկալում են ոչխարի մսից։ Եվ ես հիմա կբացատրեմ դա նաև ինչի հետ է կապված եւ ինչ պատկեր է ընդհանրապես Հայաստանում ոչխարի մսի հետ կապված։ Երրորդը, որ նրանց վրա ծախսը շատ քիչ է։ Այս կենթայիներին ուղղակի ընդամենը արոտ է պետք։ Եվ մենք առայժմ իրենց ճամբարում ենք գիշերները, բայց մյուս տարվանից սկսած մենք կդադարենք իրենց ճամբարել, էլ չենք ճամբարի, իրենք կմնան արոտում։ Ընդամենը պետք է փոքր անվտանգություն գիշատիչներից, որտեղ ամեն դեպքում սրանք անգուսներ չեն, եւ եթե, չգիտեմ, գայլ անցնի, խոտը առնի եւ անպայման կհետաքրվի։ Այս կենթայիները չունեն որևէ շանս գայլերից պաշտպանվելու, ի տարբերություն հանգուստների կամ նույնիսկ խոզերի։ Չունեն։ Ինչ է ուրեմն բացի այս արտակարգ մսից, ինչ է կատարվում ընդհանրապես
Հայաստանյան շուկայում ոչխարի մսի հետ կապված։ Եթե նայեք վիճակագրական տվյալները, ուրեմն կասի այդ տվյալը, որ մենք ունենք Հայաստանում ունենք համարյա ինքնաբավություն ոչխարի մսի 90 քանի տոկոսով մենք ինքնաբավ ենք։ Դրսից գալիս է շատ քիչ ոչխարի միս, հիմնականում բարձրակարգ, հիմնականում դորպերի, ռեստորանների եւ որոշ գուրմանների համար։ Հենց այսպիսի միս, ոնց որ հիմա այս կենթանիները ունեն։ Եվ իբր ուրեմն մենք ինքնաբավ ենք ոչխարի մսի հետ կապված, այսինքն Հայաստանը չի ներկրում եւ համարյա արտադրում է այնքան, ինչքան իրեն անհրաժեշտ է։ Դա այդպես չէ։ Ինչու՞։ Որովհետեւ հայ սպառողը, հայաստանցի սպառողը ինքը ակնկալում եւ սովոր է գնել եւ օգտագործել տեղական դեգրադացված արդեն ցեղերի ոչխարի միս։ Ասեմ դեգրադացած, որտեղ Հայաստանը շատ լավ ցեղեր է ունեցել, բալբաս, մերինոս եւ այլ, բայց դրանք եղել են մսաբրթատու, բուրդը մեկ օգտագործել են, կարողացել են օգտագործել, հիմա ընդհանրապես չեն օգտագործում եւ ամբողջ բուրդը թափվում է եւ փաստորեն այդ բուրդը խուզելու համար տարին 2 անգամ մարդիկ ծախս են անում եւ թափում են ամբողջը։ Դա բարձրացնում է ինքնարժեքը։ Դորպերները բրթատու չեն, իրենք մազատու են, այսինքն սրանք բուրդ չի իրենց վրա մազը եւ իրենց չեն խուզում։ Իրենք քաչալանում են ամռանը եւ մի քիչ ասենք մազակալում են ցուրտ եղանակների, որպեսզի կարողանան իրենց տակ պահել։ Եվ ընդհանրապես հիմա այդ տեղական դեգրադացված ոչխարի միսը ունի մի քանի վատ հատկություն։ Առաջինը, որ հնարավոր չի ուտել կենթանումից, որ ասենք թե երևի մի 5 ամսականից ավել է, ուրեմն պետք է այդ գառնուկը լինի անպայման 8-ից 10 կիլոգրամ, որ մարդիկ կարողանան ուտեն, այլապես արդեն ուտել չի լինում այդ միսը։ Սա մեկ։ Երկրորդը, որովհետև բրթատու են այդ խառնուրդները ցեղերի մնացած այսօր եւ բրթի պահպանման եւ յուղման համար այդ գեղձերը իրենք արտադրում են որոշակի յուղեր եւ այդ յուղը համ է տալիս մսին, սա երկուսը։ Նույնիսկ փոքր գառնուկի մոտ համը եւ հոտը ոչխարի մսի վառ արտահայտված է։ Երրորդ, որ պահում են գոմերում, ինչպես որ կարող են, մի կերպ եւ ինչ է անում այդ ամբողջ միջավայրը հեղձուկ եւ հակասանիտարական նույնպես մսի համի եւ հոտի վրա թողում է իր ազդեցությունը։ Եվ ինչ ենք մենք վերջում ունենում։ Մենք ունենում ենք վատ որակի միս, վատ հոտով եւ վատ համով եւ միշտ թանկ խանութում, ավելի թանկ, որովհետեւ տեղական է եւ նա չի ներկրվում եւ որովհետեւ ֆերմերները բավական ծախս են անում վրան, որովհետեւ պահում են գոմերում, պահում են հավաքած քաղած խոտով եւ այլն եւ պետք է մի քիչ թանկ լինի, որպեսզի այդ մարդիկ կարողանան գոյատևել։ Դա սխալ տնտեսարարման ձև է։ Եվ բացի այդ մսի որակի վրա է ազդում եւ երևի բոլորդ գիտեք, ես երևի չգիտեմ, իմ կարծիքով, եթե հաշվենք ճիշտ, ուրեմն բնակչության 60%-ը երևի չի ուտում ոչխարի միս։ Ուղղակի չի ուտում, ասում է, որ չեմ ուզում։ Դուրս չի գալիս։ Կրկնեմ, որովհետև ոչխարի միս նշանակում է հենց այն միսը,
որը վաճառվում է տեղական դեգրադացված միսը։ Այն դեպքում, երբ որ դորպերները տալիս են բարձրակարգ միս, ավելի էժան է իրենց պահելը, եթե պահեք իհարկե արոտավայրերում, եւ տնտեսությունը կարդարացնի, ուղղակի հարկավոր է ճիշտ համակարգ ձևավորել այդ կենդանիների պահման վերականգնողական արածեցմամբ, անպայման արոտների վրա եւ պլյուս անվտանգություն գիշատիչներից, որը այդքան էլ դժվար բան չի անել, ուղղակի հարկավոր է ուշադիր լինել։ Այսքանով այս տեսանյութը պետք է ավարտեմ, ժամանակս վերջացավ, ժողովուրդ, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար եւ կտեսնվենք։ Սա էլ մեր կենտրոնն է, ջալոց։